Մեծամասնության սիրած գործընթացն ավարտվեց։ Ինքնահատրվեցին խորտակվող նավի հին ու նոր դեմքերը։ Բոլորը շտով կզբաղեցնեն իրենց տեղերը։ Ես էլ պիտի կապեմ ամրագոտիներս ու սպասեմ հերթական վթարին, որովհետև ըստ վերջնարդյունքի դեպի առաջընթաց եւ անվտանգություն տանող ոչ մի նախադրյալ էլ չկա։ Տեղի ընտրողները հակված են Սամվել Ալեքսանյանին ձայն տալու այս տեղամասում։ Ընտրելով պաստառների վրա գրված փոփոխությունը ես քվեարկեցի հին ու բարի դեմքերի օգտին։ Մարդիկ, ովքեր գրչին չտիրապետելով, պետք է գրեն իմ կյանքի կանոնները։ Իսկ ով ասես, որ չի փոխվելու, կամ ասենք փոխվելու է կամ չի փոխվելու։ Մենք շատ գոհ ենք մեր կառավարությունից։ Ես էլ բողոքելու տեղ չունեմ, որովհետև ես եմ վերցրել ու կերել քաղցր կուտը։ Ես էլ չպետք է բողոքեմ գազի, շաքարավազի կամ բանանի գնից, որովհետև ես եմ ընտրել գինը որոշողներին։ Այս գործընթացից հետո տեսանելի փոփոխություն եղավ միայն թարսվողների սկազբում։ Ինձ ելքը ցույց տվողները մուտք գործեցին Բաղրամյանի շենք։ Հետընտրական զարգացումներ եղավ նաև Բաղրամյան մտած եւ չմտած թարսվողներից միջև։ Բաղրամյան չմտածները ասեցին, որ ինձ ելք ցույց տվողները ստվերային կապեր ունեն հայտնի Փեսայի հետ։ Երկարատև լռությունից հետո հայտնի Փեսան իջավ իր դիվանագիտական բարձրունքից եւ բաց նամակով դիմեց թարսվողներիս։ Ասաց, որ թարսվողներիս այս հրապարակումները խոցում են հայոց դիվանագիտությունը։ Իմ իրավունքներով հետաքրքրվող դրսի կազմակերպությունները իմ կյանքի մասին զեկույց ներկայացրեցին։ Ասացին, որ ես ապրում եմ Քիփլիկ ավտորիտար պետությունում, ու աթոռապաշտ ծառաներից ընդհանրապես չի հետաքրքրում իմ կարծիքը, թեև այն իմ մոռացված, բայց եւ կարևոր գլխավոր թղթի իմ երկրում որոշողներ կայացնողը պիտի որ ես լինեի։